Մայրաթոր Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Մալաթիայի հայորդյաց տան կարատեի դասարանը վերջերս է բացվել հիմնանորոգված շենք տեղափոխվելուց հետո։ Այժմ տարբեր տարիքի 24 մարզիկ է ընդգրկված հաստատության այս մարզաձևի դասարանում։ Մարզիչը Կարեն Ժամկոչյանն է, Սո Կիոկուշին կարատե մարզաձևի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Կարատեն ավելի շատ ուղղված է անձի ձևավորման, որ անձը մարզվելով ինքը իրան ավելի կոփի, ավելի կարգապահ դարձնի ու մարզումները ուղղված են անձ ձևավորելուն, որը որ հասարակության համար պիտանի մարդ պետք է լինի, բանակի համար զինվորներ դաստիարակենք, որտեղ ինքս զգացել եմ, որ երբ որ ֆիզիկապես պատրաստ ես, թե բանակում, թե ասենք մարտական գործողությունների ժամանակ ինչքան է դա քեզ օգնում։ Մարզիչ Կարեն Ժամկոչյանը նաև 44-օրյա պատերազմի մասնակից է։ Մարտարվեստի մարզումներին հաճախ են նաև հայրենասիրական զրույցները։ Պայմանները շատ լավ պայմաններ է, նոր վերանորոգված ամեն հարմարություններով։ Հայորդաց տունը մշակույթի ազգային կարելի ասել շատ լավ կենտրոն է, որը դաստիարակություն է տալիս երեխաներին, շատ գեղարվեստական եւ հոգեվորել։ Երեխաները ընդունվելուց ստանում են սպիտակ գոտի, հետո որակավորման քննություններին, մրցումներին հաջողությամբ մասնակցելուց հետո գոտու գույնը աստիճանաբար մքանում է։ Վերջերս Հայաստանում սպորտի կառավարման կենտրոնում անցկացվել է այս մարտարվեստի Կովկասի Գրանպրի միջազգային մրցույթ, որին Վրաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բուլղարիայի մարզիկների հետ միասին մասնակցել են նաև Մալաթիայի հայորդյաց տան սաները։ Էդվարդ Ոսկանյանը երկրորդ տեղն է զբաղեցրել, 3 մենամարտից 2-ը Էդվարդի հաղթանակով է ավարտվել։ Վերջին մարտը պարտվեցի, սակայն շատ ուրախ եմ, որ երկրորդ տեղն եմ վերցրել այսպիսի մեծ մրցման։ Իմ կարծիքով կարատեն օգնում է, որպեսզի ինքնապաշտպանվես, ավելի ֆիզիկապես բնականես։ Մարզիչ Կարեն Ժամկոչյանը վերջերս Լեհաստանում մասնակցել է միջազգային ուսումնական մարզական հավաքի, որին 13 երկրի ներկայացուցիչ է ներկա եղել։ Վերադառնալուց հետո իր փորձն ու գիտելիքն է փոխանցում մարզիկներին։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ու Հայկական բարեգործական ընդհանուր միության Մալաթիայի հայորդյաց տան բարեկարգ ընդարձակ մարզասրահում մարզիկները հնարավորություն ունեն տիրապետելու այս մարտարվեստին, առողջ ապրելակերպի ու ինքնապաշտպանության հմտություններ ձեռք բերել։